Ավետիք Իսահակյանը որպես բանաստեղծ, արձակագիր և փիլիսոփա։ Գեղարքունիքի մարզային գրադարանում հերթական դասախոսությունն է մանկավարժների, աշակերտների և ընթերցողների համար, որը կարդում է Գավառի պետական համալսարանի հասարակագիտության ամբիոնի վարիչ Համլետ Ղաջոյանը։ Դասախոսությունն ուղեկցվում է վարպետի ստեղծագործությունների ընթերցումով և նրա ստեղծագործությունների հիման վրա ստեղծված երգերի կատարումներով։ Բանախոսն առանձնակի շեշտադրմամբ անդրադառնում է Ավետիք Իսահակյանի արձակին։ Նրա արձակը խորը արձակ է, ճիշտ է, գրականագետները գտնում են, որ ոչ Թումանյանը, ոչ էլ Իսահակյանը, եթե պոեզիայում մեծերն են, արձակում այդ մեծերը չեն, բայց նաև զգուշաբար ասում են, որ ամենայն դեպս այդ մեծերից հետ չեն մնում։ Ես ուզում եմ, որպեսզի մեր հասարակությունը իմանա, որ նրա արձակը ուսուցանող արձակ, իսկ այսօր է շեշտադրել է այդ ուսուցողական արձակը փիլիսոփայական խորությամբ ու շեշտադրմամբ։ Բանաստեղծ փիլիսոփայի կերպարի ձևավորումը ենթաթեմայի շրջանակում լսարանին ներկայանում է արդեն փիլիսոփա Ավետիք Իսահակյանը համաշխարհային փիլիսոփայական մտքի իր ընկալումներով և անդրադարձումներով։ Իր թոռ Ավիկ Իսահակյանը նշել է, որ եթե պոետ Իսահակյանին լավ գիտեն, եթե արձակագիր Իսահակյանին քիչ գիտեն, բայց նրա փիլիսոփայության մասին ոչինչ չգիտեն։ Եվ իմ նպատակն էր նրա փիլիսոփայական աշխարհը բացահայտել։ Ինձ թվում է, որ կարողացա համենայն դեպս դահլիճի ուշադրությունը գրավել, որպեսզի նրանք մի քիչ էլ գոնե փիլիսոփա Իսահակյանին պատկերացնեն։ Ցանկացած նախաձեռնություն, որ նպաստում է գրադարան գիրք ընթերցող կապի ամրապնդմանը, խրախուսվում է մարզային գրադարանի կողմից, նշում է տնօրենը։ Հերթական այս դասախոսությունն էլ լսարանի համար նորովի բացահայտեց ընթերցողներին այնքան հարազատ Ավետիք Իսահակյանի կյանքն ու ստեղծագործության առանձնահատկությունները։ Համլետ Ղաջոյանը մեզ հետ կիսվեց Իսահակյանի ստեղծագործական ողջ աշխարհով, ներկայացնելով նրա պոեզիան, արձակը, երգերը և փիլիսոփայական մտքերը, բացահայտելով հեղինակի բոլոր ճյուղերը և օգնելով լսարանին խորությամբ ընկալել հեղինակի գաղափարներն ու հոգևոր ժառանգությունը։ Գրադարանները մշտապես ձգտում են ստեղծել այնպիսի միջավայր, որտեղ գրականությունն ու գիտելիքը հանդիպում են, ոգեշնչում են և լցնում են մարդու միտքն ու հոգին։ Կարծում եմ, որ այսօրվա հանդիպումը շատ հաջողված հանդիպում էր և կարողացանք այդ իսահակյանական շունչն ու ջերմությունը մեզ հետ տանել։ Եթե միջոցառում ես կազմակերպում, այդ դժվարություններից մեկն էլ համապատասխան ունկնդրող, համապատասխան լսարան հավաքելն է։ Մարզային գրադարանը այդ տեսակետից չգերազանցված վարպետ է։ Ես ոչ միայն այստեղ եմ մասնակցել, այլ Լեփ Լեցուն թատրոնի դահլիճ եւ այլ տեղերում։ Դասախոսությանն առավել գեղարվեստական շունչ են հաղորդում Գավառի երաժշտական դպրոցի սաների կատարումն ու միջոցառման մասնակիցների իսահակյանական ընթերցումները։ Անահիտ Կարյան, Սարգիս Ալավերդյան, Քյավառ հեռուստաընկերություն, Գեղամա օր։